Փառք Աստծուն։ Գիտեք, մի թեմա կա սրտիս մեջ, որ ուզում եմ քո հետ կիսվել։ Վերագրել եմ այսպես. Արթնացրու քնած կամ մեռած երազանքդ։ Գիտես, մի ժամանակ կար, որ դու երազանք ունեիր։ Մի ժամանակ կար, որ դու նայում էիր երկինք, ուրիշ բան էիր մտածում։ Բայց գիտես, մի կարճ ժամանակ հետո այդ երազանքդ մեռավ։ Մի կարճ ժամանակ հետո երազանքդ մեռավ։ Ինչ որ խնդիրներ առաջացան, ինչ որ փորձություններ, ինչ որ բարեկամներ հայտնվեցին ու սկսեցին քեզ հայերեն չեմ կարող ասեմ այդ տեխնիկայում, ինչ են կատոկ են ասում, չէ, կատոկել ու մոռացար քո երազանքը։ Եվ ուզում եմ միտեղ կարդալ, հետո կշարունակեմ խոսքը։ Ծննդոց 37-րդ գլուխ 5 խոսքից։ Հովսեփը մի երազ տեսավ ու իր եղբայրներին պատմեց։ Նրանք ավելի ատեցին նրան։ Հովսեփը ասեց նրանց. աղաչում եմ ձեզ, մտիկ արեք այս իմ տեսած երազս։ Ամենք դաշտի մեջ որան էին կապում, եւ իմ որաս ելավ ու շիտակ կանգնեցավ եւ ձեր որաները նրա բոլորտիկը կանգնեցին, ու իմ որայիս երկրպագություն արեցին։ Նրա եղբայրները ասեցին նրան. իրոք մեր վրա պիտի թագավորես կամ իրոք մեր վրա պիտի տիրես։ Նրա երազների ու խոսքերի համար ավելի ատեցին նրան։ Ուրիշ երազ էլ տեսավ ու նա էլ իր եղբայրներին պատմեց ու ասեց. ահա մի երազ էլ տեսա, ահա արևն ու լուսին եւ 11 աստղեր ինձ երկրպագություն արեցին։ Երբ իր հորը ու իր եղբայրներին պատմեց, հայրը հանդիմանեց նրան ու ասեց նրան. ինչ է այս քո տեսած երազը։ Միթե ես ու քո մայրդ եւ քո եղբայրներդ իրոք պիտի գանք միջև գետին քեզ խոնարհություն անենք։ Եղբայրները նախանձեցին նրան, բայց հայրը իր մտքի մեջ պահեց այս խոսքը։ Նայեք, հայրը իր մտքի մեջ պահեց այս խոսքը։ Գիտեք, երբ որ դու եկար Աստծուն, Աստված երբեմն քեզ ինչ-որ բաներ տվեց։ Երազանք տվեց, տեսիլք տվեց, նպատակ տվեց։ Այ որ գնամ Տիրոջ տունը, երազում եմ, որ այս բանը սենց լինի։ Ու այդ սկսեցիր պատմել մարդկանց։ Հենց սկսեցիր պատմել մարդկանց, շատեր ասեցին. «Գժվար դու, խելառար դու, այս ինչ են քեզ այնտեղ սովորացնում, այս ինչա քո հետ կատարվում»։ Ու գիտես, մարդիկ սկսեցին քեզ հակառակվել եւ շատերը այն երազանքները, որ դու սկսեցիր խոսել, սկսեցին քեզ նախանձել։ Գուցե դու սկսեցիր խոսել, որ ես երազում եմ, որ մի օր ես պետքա ծառայեմ, պետքա գնամ այս գյուղերը, պետքա գնամ արտնություն անեմ, Տեր ինձ սենց մի հատ մեքենա տալու ես, ու սկսեցիր երազել։ Ու մեկ էլ սա սկսեցին, ես ինչ գնացիր եկեղեցի խելքդ գլխիցը տարան։ Այս ինչ հիմար բաներ ես խոսում, ու սկսեցին շատերը քեզ ատել, շատերը սկսեցին քեզ հալածել։ Ու գիտեք, ոնց որ Հիսուսն ասում, առաջի թշնամին դարձավ քո ընտանիքի անդամները։ Հենց իր եղբայրները առաջինը նախանձեցին։ Ոչ մեկ չուրախացավ ասել. «Վաու! Մեր եղբոր Աստված բարձրացնում է։ Ինչ լավ է, եկեք կողը կանգնենք»։ Գիտեք, դա հաճախ նաև լինում է եկեղեցում։ Լինում է քո տանը։ Հանկարծ ամուսինդ գալիս ասում է կնիկ սենց մի հատ երազանք ունեմ։ Ուզում եմ մի հատ նոր մեքենա առնեմ։ Հələ այդ կնիկը, այդ տղամարդը չասած ուզում եմ նոր մեքենա առնեմ, արդեն 6-ած սկոչ ունես։ Ու սկսում ես փաթաթել բերան։ Այ դրա ինչ վախտն է, այս մեկ գնային մեկը ու սկսում ես այնքան խոսալ, որ այդ մարդու ներսը փշրվում է։ Ասում են չի եկա ասեցի, ավելի լավ չէր առնեի մի անգամ ոչ էլ կասեի։ Գիտեք, իմ կյանքում այնքան է տենց եղել, որ ես ինչ-որ բան երազել եմ ու սկսել եմ խոսել, մեկ էլ իմ բարեկամները, այդի ոնց կլես, հետո եկավ մի ժամանակ, ես դադարեցի մարդկանց պատմել իմ երազանքների մասին, պարզապես դադարեցի պատմել, դադարեցի շատեր հետ խոսել են երազանքը, որը որ ունեի, և գիտեք, ես սկսեցի խոսել են մարդկանց հետ, ովքեր որ գիտեք, ասում են հով ջան կամ եղբայր ջան, մենք կաղոթենք, որ այդ ամենը լինի։ Գիտես, այնքան կարևոր է սա, որ դու իմանաս ում հետ ես խոսում, քո երազանքները ում հետ ես կիսվում։ Ու նայեք ինչ հետաքրքիր, 19-րդ խոսքում, հետո այնտեղ հայրը ուղարկում է տղային, մյուս տղաների մոտ,
ու որ հասնում է տղան եղբայրների մոտ, նա 19 խոսքում նայեք ինչ ասում։ Եվ իրար ասեցին, ահա երազ տեսնողը գալիս է։ Մի ուրիշ տեղ գրած է երազների տերը գալիս է։ Այսինքն երազանքներով ապրողը գալիս է։ Գուցե դու կաղ էիր։ Ու եկել ես Աստծուն, ասում ես, գիտես, ես երազում եմ, որ մի օր, գիտես, վասկի մրցման եմ մասնակցելու։ Ու բոլորս մել եմ հատ քեզ նայի, քո այդ ոսկորներին նայի, հələ մի հատ եսի նայի, հələ ու սենց թվարկում են այնքան բան, որ գլխիցը ծուխ է ելնում։ Ու ես առաջինը իրանք են ուզում սպանել քո երազանքը։ Գիտես շատ անգամ երեխայի հետ խոսում ես, ինչ ես ուզում երազ, ինչ ես երազում։ Ու ինքն մի հատ այնպիսի ֆանտաստիկ բան է, այ մալամեդի վերենգի տեղը դու կյանքում կարաս բժիշկ լինես, մենք այդքան հնարավորություն ունենք, որ դու բժիշկ լինես։ Ու գիտես առաջինը դու ոչնչացնում ես քո երեխա երազանքը։ Ու ինքը սաղ կյանքը կոտրվում է, որ վերջ, իմ մոտ ոչինչ չի ստացվում։ Բայց գիտեք, այս երիտասարդի մոտ հետաքրքիր մի բան կար։ Գիտեք, հետո մյուս խոսքում եղբայրները ուզում են սպանել Հովսեփին, բայց Ռուբենը պահում է։ Ռուբենը պահում է։ Չի թողում որ սպանեն, որովհետև Ռուբեն ուրիշ ծրագիր ունի, մտածում է միձև էս մյուսների ձեռից թրծնի աղբորը, կյանքը փրկի։ Համաձայնվում որ գցեն գուբի մեջ, որովհետև ինք ուրիշ բան է մտածում։ Հետո հայտնվում են այն ժամանակվա առևտրականները, ասում են որ սպանենք մեզի ինչ, ավելավա ծախենք։ Հանումը վաճառում են։ Քան ենք համեղել, որ քո բարեկամները քեզ վաճառել են։ Գիտես բարես բուն իմաստով չեմ ասում, պարզապես վաճառել են։ Որովհետև քեզ միշտ համեմատել են ուրիշի աղջկա հետ, ուրիշի տղայի հետ, ուրիշի մարդու հետ, ուրիշի կնգա հետ, ու միշտ ասել են որ ինքը լավն է։ Իսկ դու ոչ։ Ու գիտես, դու երազում ես օրինակ մոդել դառնաս, բայց ասում են դու պետքա, գիտեք ինչ, բանում է, խոզանոցում աշխատող լինես։ Գիտես, քո երազանքը ոչնչացնում են քո մեջ։ Եվ գիտեք, այս տղաները այդպես էին, այդպիսին էին։ Ու գիտեք, այստեղ մի հատ շատ կարևոր բան կա, քո այդ մեռած երազանքներդ արտասնելու կամ քնած երազանքներդ արտասնելու մի հատ շատ կարևոր բան կա։ 39 խոսքում։ Հետո իրան ծախում են, հետո իրան տանում են Պետապրեսի տուն, 39 երկրորդ խոսքը sense բան կա գրած։ Տերը Հովսեփի հետ էր։ Ու նա հաջողակ մարդ էր, ու իր եգիպտացի տիրոջ տունն էր նա։ Նրա տերը տեսավ, որ Տերը նրա հետ է, ինչ որ անում էր, Տերը հաջողացնում է նրա ձեռքով։ Հիմա նայեք, ամենակարևոր փաստերից մեկը, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, սա նա է, որ դու մնաս Տիրոջ հետ եւ Տերը քո հետ։ Երբ որ Տերը քո հետ է, դու քո երազանքներին կհասնես։ Նայեք, երազանք, որը որ Աստված էր դրել Հովսեփի մեջ, երազանք, որը որ Աստծուց է եկել քո մեջ, երազանք, որը որ մեկ օր աղոթքի ժամանակ Տերը քեզ ցույց է տվել, գուցե դու երազում էիր, օրինակի համար, Արտենին փրկել։ Ու մեկ էլ հայտնվեցին քո բարեկամները, աղջի, խելրար, մարդը ինչ կասի, կնիկդ ինչ կասի, ու սկսեցին սպանել քո երազանքները։ Սկսեցին սպանել քո երազանքները։ Գուցե ձեր մեջից հիմա մեկը կարող լիներ, որ չգիտեմ աշխարհարչակ նկարիչ լիներ։ Բայց գիտեք, սպանեցին մարդիկ քո երազանքը, ու դու գիտես ինչ, տրվեցիր այդ ամեն ինչին։ Նայեք, եղբայրները ուզում էին սպանել Հովսեփի երազները, երազանքները, որ ինքը մի օր թագավոր է լինելու, ու իրենք խոնարհվելու են։ Ուզում եմ մի հատիկ բան հետ գնանք ուշադրություն դարձնես, ուղղակի ուզում եմ թռուցիկ մտածես անցնելու եմ առաջ։ Գիտեք, 2 գլուխ առաջ Հովսեփի մերը մահանում է։ Երկրորդ եղբորը ունենալուց մահանում է։ Բայց նայեք հեր ինչ ասում։ Ասում միթե ես ու քո մայրը պետք է գանք ու քեզ խոնարհվենք։ Բայց չէ որ մաման արդեն մահացել է։ Այս ուրիշ թեմա է, ուզում եմ մի քիչ մտածեք սրա մասին։ Հիմա չեմ ուզում որ անդրադառնամ դրան թեմայի ժամանակ լրիվ կգինա, բայց ուզում եմ քո մեջ այսօր արթնացնեմ քո երազանքը։
Գիտես դու գուցե ուզում ես լավ բիզնեսմեն դառնալ, բայց բոլորը սկսեցին քեզ սպանել, վաճառել քեզ տրկության։ Դու չես կարա։ Գուցե դու այսօր ամենաուժեղ ֆիզիկոսը կարայի լինեիր։ Ու այնպեսի օրինակի մարդ չգիտեմ, բաներ ֆորմուլաներով զենքեր արտադրեիր, որ դառնայիր ամաշխարհի ամենապահանջված մարդը։ Բայց գիտեք, քեզ սպանեցին, ասին դու պետք է գնաս դաշտում բանվորություն անես ու վերջ։ Ու դու մտածեցիր, որ դա է քո կյանքի ընթացքը։ Ու գիտեք, դա հիմնականում թողից ներեն բոլոր բարեկամները, առաջին անում են բարեկամները։ Առաջինը շատ անգամ անում են նաև ամենամտերիմները, եղբայրներն ու ծնողները։ Այդ տղա ձենդ կդրի, ես պետք է գամ քեզ խոնարհվեմ, բայց ասմետի պահեց իր սրտի մեջ։ Այդ պահեց իր սրտի մեջ։ Հիմա նայեք, որն է Հովսեփի հաջողությունը, որ ինքը չկոտրվեց, ասма Տերը նրա հետ էր։ Հիմա նայեք, քո երազանքների ճանապարհին ինչ որ Աստված քեզ տվել է, որ դու հասնես դրան, ամենագլխավոր կարևոր բանը սա է, որ Տերը լինի քո հետ։ Տերը երբ է լինում քո հետ, երբ որ դու ես լինում իր հետ։ Չի կարա դու ամբողջ օրը մեղքի ու պղծության մեջ ու բամբասանքի ու դադի ու չգիտեմ ինչերի սաղոր Instagram-ում թրև գաս, բայց Տերը քո հետ լինի։ Բայց դե Տերը երբ է քո հետ լինում, երբ որ դու իր հետ ես, երբ որ դու իր խոսքի մեջ ես, երբ որ դու իր անհնազանդության մեջ ես։ Ու գիտես, այդ դեպքում քո երազանքները գուցե ինչ-որ ժամանակ էլ ուշանան, բայց գիտես, լինելու է։ Կապի կողքնիդ ասա լինելու է։ Գիտեք, հետո մենք տեսնում ենք 39-րդ գլխի մեջ ինչպիսի հետաքրքիր փորձություն է սպասվում Հովսեփին։ Գայթակղիչ փորձություն։ Բայց գիտեք, քանի որ Տերը իր հետ էր, ինքը անցավ այդ փորձությունը։ Հետո ավելի վատ իրավիճակ եղավ։ Մեղադրեցին նրան մի բանի մեջ, որը որ ինքը ընդհանրապես դրա մեջ չկար։ Քանիսիդ են մեղադրել մի բանի մեջ, որ դուք ընդհանրապես գաղափար էլ չեք ունեցել։ Ու գիտես ինչ եղավ։ Տարան դրին ավելի խորը բանտի մեջ։ Գիտեք, կարծես առաջի հայացքից Հովսեփի մոտ պետք է ամեն ինչը փշրվեր։ Ախր դու Տեր ինձ տվեցիր մի հատ մեծ տեսիլ գերազանք, որ ես պետք է լինեմ մեկը, որ բոլորը գանից խոնարհվեն, գնալով ավելի վատ տեղ եմ գնում։ Փոխանա գահի նստածներ տանանքցին, ես չգիտեմ դա ինչքանով դուք չեմ ուզենա հասկանալ կամ պատկերացնել, կարսեր։ Որտեղ մի քառակուսի մետր տեղ է, խոնավ, բետոն, ջուր, այսինքն չալաղաճ առնետներ, աշկդ կպնում այլում տենում ես քթիտ կեսը չկա։ Պատկես մեկ տարան ավելի խորը բան, 23-րդ խոսքը 39-ի, 21-ը։ Բայց Տերը Հովսեփի հետ էր ու ողորմություն ցույց տվեց նրան եւ բանտապետի առջև շնորհ գտնել տվեց նրան։ Հիմա շարունակությունը նայենք։ Բանտապետը Հովսեփի ձեռքը հանձնեց բանտի մեջ եղած բոլոր բանտարկյալները, այնտեղ ամեն մոր գործ անող էր։ Բանտապետը նրա ձեռքը եղածը մեկ բանին չէր նայում, որովհետև Տերը նրա հետ էր եւ նրա բոլոր արածները հաջողացնում էր։ Նայեք, ի՞նչն է հետաքրքիր։ Քո կյանքի ընթացքի մի հատ կարևոր բան կա։ Երբ որ դու միշտ Աստծո հետ ես եւ Տերը քո հետ է։ Գիտես դու չես փշրվում ընդհուպ։ Եթե չեմ սխալվում, մոտարապես 17 տարի է տևում, միջև որ ինքը հասնում իր երազանքին։ Դուք պատկերացնում եք 17 տարի, եթե չեմ սխալվում։ 17 տարի պայքարեց ինքը։ Բանտում, ստրկության մեջ, ոչ թե փառքի վրա նստած։ Դե լավ, Տեր ջան, ես Մայբախ եմ ուզում, ես զապով յոլա կգնամ։ Գիտես, այդպես չէ։ Այստեղ մարդիկ կան, որոնք որ գիտեն այդ մեքենայի հետ կապված ես ինչ երազանք ունեի ու երբ որ Տերը կանգնեցրեց, հետո ժամանակ եկավ, մեկը Տերը էլ տվեց։ Գիտեք, այնքան կարևոր է, որ քո երազանքը քո մեջ չմեռնի։ Գուցե ինչ որ մինուս պլյուս ուշանա, բայց կարևորը որ դու Աստծո հետ լինես։ Ու գիտես, երբ որ այդ ամենը քո մեջ մեռել է,
Գիտես քո կյանքի ապրելու ձգտումներն են գնալով մեռնում, որտեղ դու ոչ մի բանի չես ձգտում։ Դառնում ես ռոբոտ։ Քույրերը դառնում են պրոստո ռոբոտ, առավոտելում են ճաշ են եփում, հաց են սարքում, հետո մարդու կարիքներն են հոգում, քնում են, առավոտ նորից ելում են ու գիտես ինչ։ Ու շատերը այնքան են խորը հիասթափված այդ իրենց կյանքից, որտեղ իրենց բոլոր երազանքները մեռել են։ Նույնը եղբայրները։ Անենց ասպանը կնիկ իր երազանքները, որ վախենում ասի մի հատ ավտո եմ ուզում առնեմ։ Հրետանին միանում է, հես քեզ պետք է այդ ավտոն, այսքան կարիք ունեն երեխաները չունի։ Գում ես խեղճ մարդ ասում ես գրադի տակից ոնց եմ հելնելու։ Հետո շատերը բողոքում են։ Բայց հանկարծ հայտնվում մեկը ասում է իհարկե սիրելիս դու կարող ես։ Հետո տունը ուրիշ կպատնություն է սկսվում։ Գիտեք ի՞նչն ամենահետաքրքիրը։ Սիրելի քույրեր կամ այն մարդիկ ովքեր որ մեզ կլսեն, մի սպանեք ձեր ամուսների երազանքները։ Սիրելի եղբայրներ, ովքեր որ մեզ կլսեք, մի սպանեք ձեր կանանց երազանքները։ Գիտեք, սա այնքան կարևոր է, որ դուք հասկանաք։ Որտեղ որ քո երազանքը մեռնում է, դու էլ հետ ես մեռնում։ Գիտեք, պատկերացեք Հովսեփի երազանքը մեռներ, այսինքն այն տեսիլքը, որ Աստված տվել իրեն մեռներ։ Գիտես, ինքն էլ հետ էր մեռնելու, վերջ։ Գուցե պետապրեսի կնոջ առաջարկին էլ կհամաձայնվեր, բանտի մեջ էլ, արդեն մեկը հերես գիտես մեռել եմ, աղբերներս գիտես մեռել եմ։ Հետո պատմությունը գիտեք, որ հորը պատմության են ուղարկում, ասում եմ ես ենք թե, ու վերջ։ Անկեղծ է, որ ես թեման գրում այնքան դառը բաներով եմ անցել, բայց ասել եմ, եթե դու ուզում ես սա խոսեմ, որ ես կխոսեմ։ Գիտեք, ամենակարևոր բանը, կապ չունի դու ինչի մեջ ես, բանտում ես, ստրկության մեջ ես, չգիտեմ, փառքի գային ես մի հատ կարևոր բան կա, որ Տերը լինի քո հետ։ Տերը լինի քո հետ։ Գիտեք, դու սաղ կյանքդ երազել ես երկել։ Միշտ փոքր ժամանակ վերցնում էիր մամային չոտ քսաները ու երգում էիր։ Այն ժամանակ էլ ալամեն կար, ալամեի հետ երգում էիր։ Բայց գիտես մի օր եկան ասին, ձենդ կռի, հոգնեցին քո ձենից, էլ մի երգի։ Ու գիտես սպանեցին քո երազանքը։ Բայց գիտես ժամանակն արթնացնես։ Գիտես գուցե ուրիշ բեմերում չգիտեմ 50 տարեկան ես կամ 40 տարեկան ես չհասնես, չգիտեմ։ Բայց հաստատ Աստծո համար կարաս ծառայես։ Հաստատ կարաս դառնաս Աստծո տան սոխակներից մեկը։ Գիտեք ամեն առավոտ հատկապես այս գարնանը ես արթնանում եմ, այլում եմ իմ բակը, ծառերի վրա ծիտիկները որ ծլվնում են, գիտեք, այդ ամենայն հավես բանն է։ Ես հերցնում եմ գիրքը, նստում եմ ծառի տակ, ծիտիկները ծլվելում են, ասում ճիշտ եք անում, դուք սկսեք երգել, ես կկարդամ։ 41 ծննդոց 37 խոսքից եմ ուզում կարդամ։ Միջև կարդալը ուրիշ պատմություն կա այստեղ։ Ինչ կատարվեց։ Երկու հոգի էլ բերեցին բանտ, բայց այս մարդիկ երազանք չունեին, ընդհանուր իրանք աշխատանք ունեին։ Մեկը փարավոնի ձեռին գին էր տալի, մեկն էլ հաց էր թխում։ Հետո երկուսն էլ նորից երազ տեսան։ Հովսեփը մեկնեց երազները։ Նայեք Հովսեփի կարգավիճակը։ Ասես լսեք, երբ որ այս ամենը լինի, ինչ չմոռանաք։ Դուք զգում եք ինչ էր կատարվում Հովսեփի հետ, արդեն գնալով ուզում էր հանձնվել։ Այս մարդիկ ոնց որ մեկնել էր տենց եղավ։ Ու հանկարծ մի օր փարավոնը քնում է ու երազ է տեսնում։ Ու այս մեկը հիշում է Հովսեփին։ Ասում է մի հատ մարդ կա բանտում,
Որտեղ այնտեղ էս մի տեղը կարդամ, ասում են այ ինչա գրում, ասում է, սակայն մատրվակը միտք չբերեց Հովսեփին, մոռացավ նրան։ Բայց միջև Հովսեփը իրան խնդրում, ասում է, եւ որ այս ամենը ինձ չմոռանաս։ Այսինքն կարծես Հովսեփի մոտ գնալով մարում էր այդ իր տեսիլք իր երազանքի գագաթնակետը։ Ես քո կյանքում էլ է շատ անգամ լինում։ Մի քիչ որ ուշանում է երազանքդ գնալով սկսում են լույսերը մարել։ Կարծես քո մարդկոցը գնալով թուլանում է, այս սկզբում ես պայծառ լույսեր ես կամած մարում է, դու էլ հետն ես մարում։ Փաստորեն անիմաստ երազանք էր, որ սաղ կյանքս երազեցի մի հատ Mercedes ունենա, տենց էլ չունեցա։ Բայց գիտես գուցե ճամփեն էր Mercedes-ը։ Մի քիչ էլ էր պետք։ Ընդհանրապես մի քիչ էլ էր պետք տիրոջ հետ պայքարել։ Ու կհասնեի դրան։ Գուցե ես չգիտեմ ում համար եմ սա ասում, բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է։ 37-րդ գլխում, 37-րդ խոսքում 41-ի, ասում այս բանը Փարավոնի աչքին ու նրա բոլոր ծառաների աչքին լավ երևաց։ Հովսեփին հանում են, Հովսեփը մեկնաբանում է, եւ նայեք ինչ ասում, Փարավոնը ասեց իր ծառաներին. կարող եք գտնել սրապես մեկը, որի ներսում Աստծո հոգին ունենա։ Նայեք, ինչ շեշտադրում անում Փարավոնը։ Աստծո հոգին ունենա իր ներսում։ Սիրելի եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր մեզ կլսեք։ Ամենաթանկ բանը դա Աստծո հոգին է, որ քո վրա պետքա միշտ լինի ու մնա քո ներսում։ Երբ որ դու այդ ամենը, քիչ ասած տնավարի ասեմ, ժժգում ես իրար, ել չգիտես որն է հոգուց, որն է մարմնի, սա խառնում է շիլաշփոթ է սարքում։ Մենք մեկ-մեկ ասում ենք աջապ սանդալ, չէ՞։ Ում ձեռին չասնում է, փրտում լցում է ճաշում ես միսի աջապ սանդալ։ Այն մեկը վարունգ է լցում, այն մեկը բադրիջան է լցում, այն մեկը սմբուկ է լցնում։ Ինչ ասես լցում, ասում ես աջապ սանդալ է։ Նայած որտեղ ում ձեռը տակ ինչ կա։ Փարավոնը ասեց Հովսեփին, որովհետև Աստված այս ամենը քեզ իմացրեց, քեզպես հանճարեղ ու իմաստուն չկա։ Որովհետև Փարավոնը տեսավ Աստծո հոգու գործը։ Գիտես, կարծես եկել էր Հովսեփի աստղային ժամը։ Սելես մի բան եմ ուզում քեզ ասեմ։ Գիտեք, շատերը չեք երազել այն ինչ որ հիմա ունեք։ Բայց շատերը երազել են այն ինչ որ հիմա ունեն։ Շատերը այդ երազանքները ճանապարհի կեսին մարեցին։ Եվ որ դու նոր ես եկել Քրիստոսին, քո մեջ երազանք էր վառվել։ Ամբողջ մեր թաղամասին պիտի ավետարանեմ փրկեմ։ Այն մեկի մեջ երազանք էր վառվել։ Պետք է գնամ Թալին արտնություն բերեմ։ Այն մեկի մեջ երազանք էր վառվել։ Գնամ գետապարտություն բերեմ։ Այն մեկի մեջ երազանք էր վառվել։ Անցեմ Արաքսենկով, հա։ Բայց գիտես իրավիճակները, հանգամանքները քեզ ասեցին դու պիտի սաղորը, շերեփը, ձեռը ճաշեպես։ Այն մեկին ասին կլուչը ձեռդ պիտի ավտո սարքես, այն մեկին ասին բալգարկեն ձեռդ պիտի, հայերեն չգիտեմ բալգարկեն ինչա, ոնց են ասում, քարդ մշակես։ Ու գիտես երազանքները գնալով, այն մեկին ասին գիտես չկա, սաղորը, շերեփը, ձեռդ պիտի ճաշեպես, երազանքները գնալով, գիտեք ինչ եղան, մեռան։ Ու դու մտածեցիր, այս էր իմ ճակատագիրը։ Հավատացեք, Աստծո կամքը այդ չէր քո համար։ Որտեղ երբ որ Աստված քեզ երազանք է տվել, ինքը ուզում է քեզ դրան հասցնի։ Այստեղ մի շատ կարևոր փաստ կա։ Նայեք, հայտնվեցին եղբայրներ ու սպանեցին իր երազանքը։ Վաճառեցին։ Գիտեք, երբ որ դու խոսում ես մի բան, որ Աստված դրել է քո մեջ, հայտնվում են մարդիկ, որ գիտես առաջինը կոպալներով սկսում են քեզ ծեծել։ Դա հարաբերական եմ ասում։ Նպատակը գիտեք որն է, սպանել են ինչ որ դու սկսում ես երազել։ Սպանել են ինչ որ քո մեջ կա։ Գուցե դու երազում ես դառնաս դուդուկահար, հա։ Ինչ դուդուկահար ջութակ, վերցնում ես ու ամեն անգամ նյարդայնանում ես։ Որտեղ մաման է տենց ուզը, բայց քո երազանքը դուդուկն է։ Օրինակի համար։ Դու ամեն անգամ այդ մամայի չոտ սաները վերցնում ու մտածում ես, որ դու երգելու ես։ Ասին չէ, դու պետք է գնաս Կարուձևի, որովհետև դու պետք է դառնաս տան կնիկ։ Ինչ երգիչ։
Ու ես երազանքդ գնալով մեռավ։ Ուզում եմ այսօր դու արթնացնես դա։ Ուզում եմ այսօր դու նորից վերադառնաս Աստծո հոգու մեջ, նայեք ինչ ասում, որի ներսում Աստծո հոգի ունենա։ Վերադառնաս Աստծո հոգուն այն ինչ որ Աստված դրել է քո մեջ, սկսես արթնացնել ու սկսես նորից երազել։ Եվ որ դու սկսում ես արթնացնել ու երազել, գիտես քո կյանքը սկսում է փոխվել։ Գիտես չես մնում քո տեղում դոփելուց։ Եկեք մի քիչ առաջ գնանք։ Գիտես այստեղից նոր ընթացք է սկսվում Հովսեփի համար։ Գիտեք, այն ժամանակահատվածում հիմիկվա ժամանակահատվածի պես չէր, որ կար սոցցանցեր, կար Google, կար, չգիտեմ, արհեստական բանականություն, որ ինքը հենց փարավոնի օգնական դարձավ, մի անգամից գրեր։ Հակոբի ազգանունը չգիտեմ։ Հակոբ Էսինչյան, Էսինչ Իսահակովիչ, բայց ազգանունը չկա գրած, որտեղ այնտեղ բոլորը Հակոբը ծնում էր Իսահակին, Աբրամը ծնում էր Հակոբին, Իսահակը ծնում էր Հակոբին, Աբրամ ծնում էր Իսահակին, այլ ազգանուն չկար։ Չկար այդ սոցցանցը, որ գրեր ու գնար կամ Ջիմինյան չկար հաղորդում, որ գտներ իր բարեկամներին։ Ու ինքը մտածում էր, որ իր երազանքը դեռ կիսատ է, այնպես էլ որ Աստված տվել է, դեռ կիսատ, ու ինքը չգիտեր ինչ է լինելու հետոն, բայց մի հատի կարևոր բան կար, որ ինքը գիտեր, որ Տերը իր հետ է։ Սիրելիս, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, լավագույն ճանապարհը հասնելու քո երազանքին դա Տիրոջ հետ լինելն է։ Տիրոջ հետ լինելն է, որտեղ ինքն է ճանապարհները հարթողը։ Ինչ եք մտածում։ Ով կարար բանդի մեջ եղած ստրուկին, երբ որ վաճառել էին ստրուկի, մի հատ էլ վրեն պրիմ հոդված էր դրած, բռնաբարության փորձ, մարդասպանություն։ Ով կարար մտածել, որ ինքը մի օրվա մեջ ներում աշնորվելու, արդարացվելու է ու դրվելու է խոսքի փարավոնի կողքը, դառնալու է փարավոնի երկրորդ մարդը։ 42-րդ գլխի մեջ հետաքրքիր բան կա 21 խոսքում։ Եղբայրները գալիս են, Հովսեփը թարգմանիչով հետներ է խոսում, ու այստեղ հետաքրքիր բան է լինում, Հովսեփը մի ոնց ենք մենք ժողովրդական խոխմա է սարքում գլխիներին, ու 21 խոսքում նա ինչ են ասում, եւ իրար ասեցին, իրոք մեր եղբոր հանդեպ հանցավոր ենք, որտեղ մենք տեսանք նրա հոգու նեղությունը, երբ ինքը մեզի աղաչեց, բայց մտիկ չարեցինք, դրա համար այս նեղությունը մեր վրա եկավ։ Ռուբենը պատասխան տվեց նրանց ասեց. Ես ձեզի չասեցի ասելով տղուն դեմ մեղք մի գործեք։ Ու միշտ լինում են, չէ՞ դες մարդիկ։ Հենց դու հասնում ես քո երազանքին, մեկ էլ մարդիկ գալիս են, ես տենց էլ գիտեի, որ դու կարայր էդի անեիր։ Հենց դու հասնում ես այն երազանքին, որը որ Աստված քեզ տվել որ դու խոսում ես, մարդիկ քեզ քարերով ուզեցան սպանել, հենց հասնում ես մեկ էլ հայտնվում է մեկը որ ասում է, ես գիտեի, որ դու տենց էլ կարայր լինեիր։ Բայց միջև այդ ոչ մեկը դա բանը չի ասում։ Եվ այստեղ գիտեք ի՞նչն ամենատակրի, որ եղբայրները ապաշխարեցին։ Գիտեք իմ կյանքում այդ նման դեպքեր եղել են։ Եվ որ ճիշտ հակառակն են խոսել, բայց երբ որ ես հասել եմ իմ երազանքին, մարդիկ ապաշխարում, գիտես իրականում, եթե Աստված քո հետ չլներ, չէր կարող այս ամենը լիներ։ Ու իրականում դա այդպես էր։ Գիտեք, մի ժամանակ կար, մենք Վարշավայում էինք ապրում։ Եվ մեր երազանքն էր ունենալ տուն։ Եվ մենք ամեն անգամ եկեղեցում զոհաբերում էինք եւ ասում ենք Աստված տուն եմ ուզում։ Ես եկեղեցում ցանում էի ֆինանս եւ իմ սերմի վրա միշտ գրված էր տուն եմ ուզում, տուն եմ ուզում, տուն եմ ուզում, Տեր։ Իմ սերմի վրա գրած էր տուն։ Ու մեկ օր իմ սրտի մեջ եկավ մի sense համարձակ քայլ ու Տերը խոսեց, ասեց. «Սկսի գոհանալ քո տան համար։ Դու պատկերացրու ես Վարշավայում ես ապրում, 3 երեխա»։ Ասա Տեր ես գոհանում եմ իմ տան համար։ Ու մեկ էլ մի օր Տերը խոսեց իմ հետ, որ դու ես սարքելու քո տուն ես իշտեղը։ Եվ որ մենք առաջարկը սարքեցինք ու տեղափոխվեցինք, այսպես անկողին է վեշեր, այսինքն բոլոր պարագաներս լցրել էինք տան մեջ, մեկ էլ իմ կին ասեց. «Հալա մի րոպե։ Ես երազանք ունեմ»։ Ու իմ երազանքը
կատարվել է։ Ասացել եմ մի րոպե, Պեպոյի բարաթ ունեմ, պետք է բացեմ ու կարդամ։ Ու գիտեք, ինքը երազանք էր վերցրել, Աստծո հետ պայման էր կապել ու երազել էր։ Ես ես նամակը կբացեմ, երբ որ ես իմ տանը լինեմ։ Ու քուրիկները լավ գիտեն, թե այն դոշակների քունջու պուջախները ինչեր են խցկում։ Ու գնաց հանեց, բացեց, մեկ էլ այն խորը տեղից հանեց, ահա, գտա։ Հետո սկսեց բացել, ես չգիտեմ խեն այդքան խորը պահում։ Ու սկսեց կարդալ։ Գիտեք, իր երազանքը սկսեց կարդալ։ Ես շատ բառեր չեմ հիշում, մենակ եմ հիշում, որ ասել գրած էր Հիսուս ջան։ Քանի որ ինքը 50-ական եկեղեցում է ծնվել մեծացե։ Իր մոտ ամեն ինչ Հիսուս ջան։ Ճաշ ուտում է Հիսուս ջան, հաց կերավ Հիսուս ջան, Հիսուս ջան, Հիսուս ջան, Հիսուս ջան։ Աղոթելուց էլ Հիսուս ջան։ Չնես լավ է փառքասու։ Ասել գրած էր Հիսուս ջան, ես իպտի բացեմ իմ տան մեջ։ Գիտեք, դա իր երազանքն էր։ Այդ նամակը բացել իր տան մեջ։ Գիտեք, ինքը չէր սպանել իր երազանքը, վերջ։ Ինձ հուշում ասում է 7 տարի։ Իր մոտ 7 տարի է, ես չգիտեմ քո մոտ ինչքան կլինի։ Ես շատ երազանքներ եմ ունեցել, որ այդքան երկար չեն ձգվել։ Գիտեք, այնքան կարևոր է։ Խնդրեմ լավ նվագեք էլի, այնքան կարևոր է, որ չսպանեն քո երազանքները քո մեջ։ Որտեղ որ քո երազանքները մեռնում, քո մեջ դու էլ հետն ես մեռնում։ Դառնում ամեն ինչ քո համար միևնույն։ Դառնում ամեն բան քո համար սովորական։ Քեզ էլ ոչ մի սենց ձգտում, չգիտեմ դա հայերեն բառ չի, ստիմուլ չկա շարժվելու առաջ, պայքարելու։ Հանձնվում ես։ Բայց այսօր ուզում եմ քեզ մի բան ասեմ, կամ այն մարդիկ ովքեր որ մեզ կլսեն։ Գիտեք, ձեր դոշակի տակից հանեք ձեր երազանքները։ Հանեք սկսեք ապրել ձեր երազանքներով։ Շարժվեք դրանով։ Գիտես, երբ որ դու վառված ես արտնություն բերելով քո ամբողջ թաղամասում կամ քո շենքում, այսօր վախենում ես որևիցե մեկի հետ խոսել։ Սկսեք արտնասնել դա ձեր մեջ։ Սկսեք խոսել մարդկանց։ Սկսեք նորից արտնասնել ձեր երազանքները։ Դու գուցե երազում ես, որ մեկ օր ես աղոթելու եմ, այս մարդը բժշկվելու է։ Ու հանկարծ այդ ամենը մեռավ քո մեջ։ Ինչի, որովհետև մարդը ասեց, այ կնիկ վերընկի տեղը էտեր պակաս։ Փարսադարի տղա Մուրադի կնիկը գնա մեկի համար աղոթի։ Գիտես, բայց Աստված ուներ այդ երազանքը քո համար։ Դրել էր դա քո մեջ։ Դու երազում ես դառնալ բժշկուհի։ Երազում ես դառնալ բժշկուհի, բայց մեկ էլ մամա տեկավ ասեց աղջի վերընկի տեղդ։ Կներեք էլի։ Վարդուշի աղջիկը չի կարող լինի բժշկուհի։ Պետք է լինի մատնահարդար։ Հիմա նայ, գիտեք, ինչն է հետաքրքիր, որ դուք այս ամենը պետք է հասկանաք։ Գիտեք, ես երազում եմ լինել ուսուցիչ։ Ես ասեմ բացարձակ գերազանց եմ սովորել։ Ես դպրոցում շատ լավ եմ սովորել։ Իմ ուժերով ընդունվել եմ ֆիզմատ քոլեջ։ Բայց կյանքի դաժան իրավիճակները կանգնեցրին իմ կյանքի այդ ընթացքը։ Հանրապետական օլիմպիադայի դիպլոմներ։ Ու գիտեք, երբ որ ես հայտնվեցի, ու դժբախտ դեպքի պատճառով հայտնվեցի բանտում, իմ դեկանը, դպրոցի դեկանը, իմ ծնողները ասում են, որ լացելով էր գրում քո բնութագիրը։ Գիտես, ես միշտ երազում եի, երբ որ սովորում եի ֆիզմատ քոլեջում, երազում եի, որ դրանց դու համալսարան պետք է ավարտեմ ու դառնամ ուսուցիչ։ Ես երազում եի սովորեցնել երեխաներին։ Բայց գիտես, մոտավորապես 6 դաժան ու խավար տարիներ անցան իմ կյանքից, մինչև որ ես հանդիպեցի Հիսուսին։ Ու գիտեք, Հիսուս արթնացրեց իմ մեջ իմ երազանքը։ Գիտեք, արթնացրեց իր տան մեջ։ Ես սկսեցի ծառայել մարդկանց ու սովորեցնել Աստծո մասին։
ամենագերագույն կարևոր բանի մասին։ Ոչ թե մենակ ֆիզիկայի ու մաթեմատիկայի, այլ ամենակյանքի գերագույնը, որը որ Տերն է։ Ու գիտեք, մեկ օր ինձ Տերը հիշացրեց իմ երազանք է, որ ես կանգնած բեմում քարոզում էի մարդկանց ու սովորեցնում էի իր մասին։ Ու գիտես, ես այդ այնքան եմ լացել։ Ասել եմ դու իմ երազանք արտացրել ես իմ մեջ։ Բայց արդեն քո տանը հավիտենական արժեքներով։ Գիտեք, սա այնքան կարևոր է, որ թույլ չտաս քո երազանքը մեռնի։ Որտեղ որ մեռավ դու էլ հետ ես մեռնում։ Ուղղակի քայլում ես ու վերջ, ուրիշ ոչ մի բան։ Գիտեք, 45-րդ գլխի մեջ 27-րդ խոսքում գալիս են հորը պատմում են Հովսեփը ողջ է։ Նրան պատմեցին Հովսեփի բոլոր խոսքերը, որոնք իրան ասել էր, երբ տեսավ Հովսեփին ուղարկած կարգերը իրեն տանելու համար, նրա հորը հոգին կենթանացավ։ Սա է ժամանակն է, որ քո երազանքները կենթանացնես։ Գիտես, գուցե Հակոբի երազանքը մի բան էր, մեկ օր տեսներ իր տղային։ Եվ 28 խոսքում ասում է, եւ Իսրայել ասեց, բավական է, որդիս Հովսեփը տակավին ողջ է, գնամ մեռնելուց առաջ իրան տենամ։ Գիտեք, երբ որ դու ծնվեց քո մեջ երազանքը, ու մարդիկ ուզեցան սպանելով քեզ գցել բանդ, դու որոշեցիր մի բան, Տեր ես հավատարիմ կլինեմ քեզ ու կմնամ քո հետ։ Կմնամ քո հետ։ Ու անցավ մոտավորապես 17 տարի ու հանկարծ 46-րդ գլուխ կկարդամ 28 խոսքը։ Նահուդան իր արջև ղրկեց Հովսեփին, որ Գեսեմը ցույց տա իրեն, եւ նրանք Գեսեմի երկիրը եկան, եւ Հովսեփ իր կառքը պատրաստեց եւ իր հայրը Իսրայելը դիմավորելու համար Գեսեմ գնաց եւ իր նրա դեմ ելավ։ Նրա պարանոցի վրա ընկավ, երկար ժամանակ նրա պարանոցի վրա լացում էր, եւ Իսրայելը ասեց Հովսեփին, հիմա քո երեսը տեսնելուց հետո թող մեռնեմ, որովհետեւ տակավին ողջ եմ։ Հովսեփ իր եղբայրներին եւ հոր տունը ասեց, ելնեմ գնամ Փարավոնին պատմեմ իմ եղբայրներից նրա ընտանիքը, ու բոլորը շարունակեմ գալիս են ու խոնարհվում են իրեն։ Գիտես, 17 տարի առաջ Աստված իրան երազանք էր տվել։ Դառնալու ես մեկը, որ բոլորը խոնարհվելու են քեզ։ Գիտեք, եթե Ռուբենին այդ երազանքը տված լիներ, գուցե շատեր ասեն, հա դե Ռուբենն է, դե նորմալ է, մեծն է։ Բայց երբ որ միշտ տան փոքրին է նման բաներ, իլու մեծերը չեն կարողանում դրա հետ հաշտվել։ Մի բան ասեմ, մարդու չասեք, ես մեր տան ամենափոքրն եմ։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ Աստված այնպիսի իրավիճակներ է ստեղծել շատ անգամ, որ մեծերը փոքրից ասում են ոնց անենք։ Գիտեք, սա մենակ Աստված կարող անի, ուրիշ ոչ մեկը։ Սա մենակ Աստված կարող անի։ Գիտեք, այս խոսքերում մենք տեսնում ենք, որ իրականում ինչ կատարվեց, այն ինչ որ Աստված ասել էր Հովսեփին, դա կատարվեց։ Գիտես, գուցե դու նոր էիր դարձ եկել Աստծուն, ու այնքան վառված էիր Աստծո, բոլորին ուզում էր Հիսուսի մասին պատմել։ Մեկ էլ հայտնվեց կեսուրդ, կեսրարդ, մարդից սկսեցին սղոցել, ախ տղա, եկա մեծ մարդ ես կնիկդ խաբար ես ուրա գնում, ասում խաբար եմ ուրա գնում, խաբար չես ուրա գնում։ Գիտեք, մի ժամանակ կար, այսպիսի հերյուրանք էր պտտվում, գնում են ընդեղ լույս են հանգցնում, ասում հա դե ժամը օրը ցերեկով, ժամը 1-ին լույսեր են հանգցնում։ Թե ինչ եմ այն լույս հանգցնում ժամը ցերեկով 1-ին չգիտես։ Ու այդ զավեշ տալի պատմություն էր, գիտեք, սա պատմեմ։ Ես հավաքույթի նստած եմ, այդ լուրերը պտտվում են, մայրս գիտի դրա մասին, եւ վաղ ես Եղվարդում էի ապրում։ Ու մեկ էլ հանկարծ պատկերացնում ես դուք նստած եք հավաքույթի, եւ դե եկեղեցա շենքեր չկար, տներում էին հավաքում իսունական եկեղեցում։ Ու մեկ էլ ասես դուրը շատ կամած բացվում է ու երկու հատ գլուխ։ Մեկը մամայիս գլուխն է, մեկը հարսիս։ Ուսես նայում են, իսունական եկեղեցում բոլորովին ուրիշ կարգ կար։ Քուրիկներ առանձին նստած էին, հատուկ շորեր ունեին, այդ տանը ասես դարսած,
գցում են իրաց ծնկների վրա գլխաշորերով, տղամարդիկ առանձին էին նստած։ Մեկ էլ մերես նայեց, տեսավ լույսերը վառ, ոչ մի բան չի կատարվում, եկավ խելոք նստավ ու սենց կողերնա նայում ստասելով երբ դի լույսերը հանջատեն։ Տեսավ լույսերը չանջատեցին, սենց արեց երևի։ Հաջորդ անգամ էլ լիտես թաքուն եկան արդեն ուրիշ տեղ։ Հետո հասկացան, որ դրանք հերյուրանքներ են, որ օրը ցերեկով ոչ մեկ լույս չի հանգցնում ու չգիտեմ այլանդակություններ չեն անում։ Եվ մայրիկիս մոտ շատ բան փոխվեց։ Գիտես, գուցե դու երազանք ունես, որ քո ամբողջ ընտանիքը փրկելու ես։ Բայց գիտես հանգամանքները այնպես են եղել, որ տրորվել է այդ ամենը։ Ու դու հանձնվել ես։ Գիտես ժամանակն է նորից արթնացնես։ Միտեղ եմ ուզում կարդալ եւ կվերջացնեմ խոսքս։ Գործ Կարաքելոս 26-րդ գլխի մեջ Պողոսը մի շատ հետաքրքիր բան է ասում։ Ուզում եմ կարդամ, հետո կշարունակեմ 26-29։ Պողոսն էլ ասեց. Աստվածանից խնդրում եմ, որ թե քչով թե շատով, ոչ միայն դուն, հապա ամենքն ալ, որոնք այսօր ինձ լսում են, այնպես լինեն, ինչպես ես եմ, այս կապերից զատ։ Գուցե դու որ ապաշխարեցիր ուզում ես բոլորը քո նման Աստծուն գան։ Բոլորը վառված լինեն Աստծով։ Բոլորը լցված լինեն Աստծով։ Պողոսի երազանքն էր, որ մարդիկ փրկվեն, դառնան Աստծուն։ Գուցե քո երազանքն էր այդպեսին։ Ես ուզում եմ բոլոր մեր գյուղը փրկվի։ Բայց գիտես, մեկ էլ հայտնվեցին մարդիկ։ Կորած, մոլորած, երևի մի 50 տարի քո տունը չէին եկել։ Մեկ էլ բարեկամներ եկան, աղջի, իմացել են գնում ես այդ աղանդավորների մոտ ու սկսին ջարդել քեզ։ Այդ մարդը 20 տարի քո տան դուռը չէր բացել, հենց որ դու գնացիր եկեղեցի, մյուս օրը եկավ քեզի հույր։ Որտեղից։ Մի հատ կորած, մոլորած, քերու, մորքուրի, աղջկա, հորողբոր, տղու, հարսի, բաջանաղի երեխա ունեիր։ Եկավ քեզի հյուր։ Էս ինչ տոտա, կամ էս ինչ հարսիկ։ Հիմացել են, որ դու գիտես, ընդեղ ինչա կատարվում, ինչա կատարվում։ Վայ, ասում եմ, բայց ինչա կատարվում։ Ախր դու չգիտես ընդեղ ինչա կատարվում։ Ասես, բայց ինչա կատարվում։ Երեք ընդեղից եմ եկել։ Ոչ մի բան չի կատարվում։ Մարդիկ ասում չէ, դու չգիտես։ Ու գիտես ուզում են ջարդել քո երազանքը, սպանել քո մեջի արժեքները։ Գիտես այնքան կարևոր է, որ դու չհանձնվես։ Գիտես այնքան կարևոր է, որ դու չտաս քո երազանքները քո մեջ մեռնեն։ Գուցե երազում ես օրինակ հիմար վարորդական իրավունք ունենայիր ու մեքենա վարեիր, բայց մարդը ասում է Վալոդի կնիկը պետք է ավտո քշի, կմեռնեմ, բայց դու ավտո չես քշի։ Ասում ես մարդ չան զգուշ խոսա, հանգարց չմեռնես, հետո ես ավտո քշեմ խայտարակը լնես գերեզմանում։ Գիտես, սպանում են քո երազանքները, բայց դու երազում էիր։ Այս տարի 5 ցուլիկ եմ պահես, մորթելու եմ մի հատ լավ Mercedes գնեմ ու դրանով էթամ Արտենի ասեմ, հիսը ձեզ սիրում է։ Մարդը սպանեց քո մեջ երազանքդ։ Ու դու էլ համաձայնվեցիր։ Բայց մի բան ասեմ, եթե դու տիրոջ հետ լինեիր, ու տիրոջ հետ շարունակես ապրել, համիրա կյանքը կփոխվի, ոնց որ ապաշխարեցին Հովսեփի եղբայրները։ Համինը կապաշխարի, համել քո երազանքը կիրականանա։ Կասես Հովիվ ջան, օր մեծություն էլ որտե՞, լսեք մի բան ասեմ, քանի դեռ շնչում ես, ուրեմն ոչ մի բան վերջացած չի։ Գիտեք ում համար է վերջած, երբ որ արդեն ասում են վերջ։ Արեք ձեր մեռելին տարեք։ Այդ ժամանակ վերջ է։ Բայց քանի դեռ դու շնչում ես, կապ չունի քանի տարեկան ես։ Ես մեկ-մեկ նայում եմ Եվրոպայում կամ ֆիզիկապես չեմ եղել այնտեղ։ Նայում եմ տատիկներ կան, ոնց են ավտո քշում։ Ասում ես, ես մի հատ 75 տա, չէ 85 տարեկան հաճախորդ ունեմ, տղամարդ է։ Մեխանիկայել ավտո է քշում։ Եկեղեցուցա։ Ու նա ասում ես, գիտեմ ոնց ավտո քշում քաղաքում։ Նայեք։ Բայց հենց 50 աստում ես քեզ արդեն սպիսատ ես անում։ Վերջ դուս գրեցին ինձ։ Ասեն 51 տարեկան ես, էլ քեզ չի կարելի։ Գիտեք մի բան ասեմ, մի սպանեք ձեր երազանքները ձեր մեջ։
Գուցե դու 65 տարեկան ես կամ 70, սա կյանքդ երազել ես մեքենա ունես, մեքենայով շրջես։ Գիտես ժամանակը նորից արթնացնես։ Գուցե մեկ ասի Հովիվ ջան, գիտեք հիմա այն ժամանակներ որ կարաս գնաս քննություն տաս վարորդական իրավունք ստանաս։ Ու քո գեղեցիկ Mercedes-ով գազեք ինչ ես ասում անդալ Mercedes-ը, չգիտեմ խել մեքենան եմ շատ սիրում։ Սկսես մանգար։ Կասեն օր մեծություն, կասեն գժվել է այսիշ մարդը, չի գժվել, իրա երազանքն է իրականացնում։ Լցում է իրա թորեր մեքենայի մեջ, թորներ ջան գնացինք այսօր մարոժնի ուտելու։ Ու գնում է տենմա սիրուն տատիկի չավ, սենց գեղեցիկ հագնված, ոչ վուլգար։ Գեղեցիկ հագնված, թորների հետ գնում են տատին բերելա թորները մարոժնի ուտելու։ Գիտեք, գուցե դու սախյանքդ երազել ես տենց, բայց միշտ քեզ ասել են չի լինելու։ Հիմա ժամանակն արթնացնես։ Ժամանակն արթնացնես։ Ժամանակն արթնացնես, որ գիտես, ես իմ թորների հետ կգնամ, իմ մեքենայով կտանեմ իրանց պաղպաղակ հյուրասիրելու։ Հովիվ ջան, բաչելներ։ Բայց գուցե դու ընդհանրապես ուրիշ երազանք ես ունեցել։ Ես չգիտեմ, գուցե չխոսեցի քո երազանքի մասին։ Գուցե դու երազանք ես ունեցել, որ ունենաս սրճարան, որտեղ աղքատներին միշտ ձրիկը կերակրես, ու բոլոր ասել են քո մոտ չի ստացվի։ Ու դու մտածել ես, որ չի ստացվի։ Գիտես, եղբայրները Հովսեփին ասին քո մոտ չի ստացվի։ Մենք քեզ կվաճառենք, ու տենամ դու ո՞նց ես դրան հասնելու։ Բայց ամենակարևոր մի հատիկ բան կա այս ամեն ինչի մեջ, որ Տերը քո հետ լինի։ Եթե Տերը քո հետ չեղավ, ուզում եմ, չգիտեմ, աշխարհի ամենամեծ միլիարդատերը քո հետ էլի, մի օր այդ ամեն օրս փուլ է գալու։ Բայց եթե որ Տերը քո հետ է, այն բանտը, այն չտածված այն ամենախորը տեղից քեզ հանելու է, դնելու այնտեղ, որտեղ որ դու պետք է լինես։ Ձեր առաջ կանես մարդը ձեզ օրինակ։ Գիտեք, երբ որ մեկ իմ կնոջը հարցրել եմ, դու ինչ ռիսկ արել իմ հետ ամուսնացար։ Ես նոր է դուրս եկել բանտից, ոչ մի բան չունեի, абսոլютно ոչ մի բան։ Ոչ մի բան չեմ ունեցել ես։ Այն որ այսօր մարդուն անհրաժեշտ է ապրելու համար, ոչ մի բան չեմ ունեցել։ Իրանք հարցնեք եկեք ասին, ինչի համար ամուսնացել։ Հիշում եք փարավոնը ինչ ասեց։ Ասեց ով կա այս մարդու պես Աստծո հոգի ունեցող։ Ես ունեի ամենակարևոր բանը, Տիրոջ հոգին։ Եվ այսօր իմ կինը իրան ապրելու համար այն ամեն կենսական անհրաժեշտ բաները կենցաղային ինքը ունի։ Ունի իր սեփական երկարկանի տունը, իր հողամասը, իր ամեն ինչը։ Գիտեք, բայց երբ որ ամուսնացել ենք, մենք ոչ մի բան չունենք։ Ոչ մի բան։ Հովանես թվում է պատմության քաչաշուններ ոչ մի բան չուներ, այդ վիճակներ։ Ճիշտ է, որ մազերս ավելի շատ էին գլխից։ Քաչալ չէի։ Բայց գիտեք, ես ունեի ամենակարևորը, ունեի Տերը։ Գիտես մի բան ասեմ քեզ, գուցե շատերը քեզ հակառակվելու են։ Գուցե շատերը քեզ հալածելու են։ Գուցե շատերը քեզ ասելու են, որ դու գժվել ես, չգիտեմ, ինքան պիտակներ են դնելու։ Խնդրում եմ քեզ, մտածի։ Արդյոք Տերը քո հետ է։ Եվ որ Տերը քո հետ է, ուրեմն դու հասնելու ես այն ամեն ինչ որ ունես։ Քո կյանքի երազանքին հասնելու ես։ Գուցե չգիտեմ 60-70 տարեկանում ունենալուց քո գեղեցիկ կարմիր գույնի գուցե Mercedes-ը ու դրանով գնալու ես քո թորների հետ տժալու։ Պիտի տնավար եմ ասում, հա։ Երեխեք ջան, այսօր գնում ենք մանկական սրճարան։ Տատը այսօր թոշակը ստացել է, գնում ենք ծխենք գանք։ Թորները գնում են մանկական սրճարան, թոշակը ծախսում է թորների վրա ու երջանիկ հետա գլասում է իմ երազանքին ես հասա։ Ոնց որ Հովսեփի հայրը ասեց. գնամ տղուս գրկեմ ու արխային կարամ մեռնեմ։ Գիտես, որ դու հասնում ես քո երազանքին, ոչ մի բանից էլ չես վախենում։ Ապրելու կյանքի իմաստը հասկանում ես։ Բայց դες որ այնքան երիտասարդներ գետները շփվում ես։ Մեռած են։ Մեռած ես քայլում են։ Ոչ մի բան չունեն իրաց կյանքի մեջ։ Ոչ մի պայքարելու ցանկություն չունեն։ Գիտեք, այնքան վտանգավոր է։
ոչ մի բանի ձգտում չունեն։ Այնքան վտանգավոր է սա։ Արթնացրեք ձեր երազանքները։ Արթնացրեք այն կյանքը, որը որ մի ժամանակ մտածում եք բոլորի համար աղոթելու եմ բժշկվեմ, բոլորի համար աղոթելու եմ փրկվեմ։ Բայց հիմա ասես մեկը կլինի ձեռը դնի գլխից էս շաքարից դոզան մի քիչ իջնի։ Բայց մի ժամանակ դու եք մտածում որ բոլորի համար կաղոթեմ։ Մտածեք։ Միգուցե մեկ ասե հով ջան արդեն ես 70 անց եմ։ Գիտեք ոչ մի բան նորից եմ ասում։ Քանի դեռ շնչում ես ոչ մի բան վերջացած չի։ Նույն ասում երիտասարդներին, նույն ասում պատանիներին։ Գիտեք սա այնքան կարևոր է։ Գուցե ամբողջը խոսում են որ չի ստացվի, բայց կա մեկը որ երկգից ասում է մենք իրար հետ կարանք։ Մենք իրար հետ կարանք։ Գիտես, եւ երազանքներ կան, բաներ կան, դադարեք ամեն մեկին պատմել։ Որտեւ առաջի սպանողները իրանք են լինելու։ Ոնց որ Հովսեփին արեցին։ Ով էր աղբերները։ Խոմ հորողբոր տղեկը չէին կամ քերո աղջկա մորքուրի խնամ ու բարեկամները։ Հենց իրա եղբայրները։ Մտածեք ու արթնացրեք ձեր երազանքները։